Հեռու մնա Արմո։ Իսկ ինչ եմ անում։ Կնոջս գրկելու իրավունք չունեմ։ Ես չեմ հասկանում, դու հատուկ տաղանդ ունես անգամ ջուրը մարդու կոկորդին թողելու։ Զզվում ես, չէ՞ ինձանից։ Հա, զզվում եմ, միջև հոգուս խորքը։ Բա ոնց անենք, որ ես գնալով ավելի շատ եմ գժվում քո համար ու չեմ դիմանում։ Մի տան մեջ ենք ապրում, բայց քեզ նենց ես պահում, իբր օտար ենք։ Արմո, դե հավաքի քեզ խմած ես, չեմ հասկանում։ Իմ կինն ես, բայց իմը չես։ Մետ հավաքի քեզ, ուշքի արի։ Այս քո վերջին արածից հետո դու պիտի ամաչեիր տեղին, իմ հետ նույն տարածքում կանգնեիր։ Դու պիտի գնայիր այս տնից, եթե մի քիչ ինքնասիրություն ունենայիր։ Ու դու ես ինքնասիրությունից խոսում։ Հենց հիմա որ ես լակոտիդ հայրը զանգի վազելով կգնաս հետևից։ Ոնց ուզեց քեզ օգտագործեց, ինչ ուզեց քեզ արեց ու իր կյանքից հանեց։ Բայց մեկը ուշքու միտքդ այդ անասունն է։ Ես ու դու իրար նման ենք։ Երկուսս էլ վատն ենք։ Չէ, շատ վատն ենք։ Դրա համար էլ Աստված նենց արեց, որ մեր ճանապարհները հատվի։ Ես դժվարն արդեն արել եմ։ Դու իմ կինն ես։ Եթե ես այսքանն արել եմ, չի կարա ինչ-որ մեկը կամ ինչ-որ բանից խանգարի ու ես չհասնեմ իմ ուզածին։ Ուրեմն ուշադիր ինձ լսի։ Ես քեզանից չեմ վախենում։ Արդեն պապան էլ գիտի, թե դու ով ես։ Ու քո կողմից չի։ Ես հեր ու աղբեր ունեմ իմ կողքը կանգնած։ Դու ով ես, որ քեզնից վախենամ։ Այդ Զաքսի թղթով ես վեր թռնում։ Էդ էլ է ժամանակավոր։ Երազ։ Չկա, ոչ մի ծանուցում չկա։ Ալո։ Լալա, ողջույն։ Ողջույն։ Երեկվանից ձեր զանգին եմ սպասում, արդեն մտածում էի, որ իմ գործի մասին մոռացել եք կամ համարս եք կորցրել։ Ինչ նորություն կա, ես անընդհատ էլեկտրոնային հասցեն ստուգում եմ, բայց ոչ մի ծանուցում չկա, ոչ դատարանից, ոչ դեսպանատնից։ Դուք ինչ-որ բան իմացել եք։ Հա, ու հենց դրա համար էլ զանգարել եմ ձեզ։ Պատասխանները իմ ձեռքի տակ են։ Քիչ անց ձեզ էլեկտրոնային նամակով կուղարկեմ։ Ու ինչ որոշում են կայացրել։ Այդ որոշումը մեզ օգուտ է, թե չէ։ Ես հնարավորություն ունեմ իմ երեխուն հետ բերելու։ Վրամ ինձ թվում է ճիշտ կլինի, որ Լալայի հետ խոսես։ Դե կխոսեմ Սոն, բայց հաստատ հիմա չէ։ Ինչի հիմա չէ, հետո ինչա փոխվելու։ Ես ինչա վիճակը տալում։ Իսկ ինչա վիճակս Վրամ։ Ջուր եմ թափել վրես։ Ինչ-որ խնդիր կա։ Դու պիտի իմանաս խնդիր կա թե չէ։ Վրամ արի գնանք, հա։
Հո բան չի եղել։ Ինչի՞։ Որովհետև առաջին անգամ ա որ այսքան ուշանում ես, անհանգստանում էի, զանգերիս էլ չէիր պատասխանում։ Թու հեռախոսը տունն եմ առած։ Լավ է, ոչինչ, ինձ ասա ամեն ինչ կարգին ա։ Չգիտեմ, Լիլ։ Ինչ ա եղել, արդեն անհանգստանում եմ, կպատմես։ Կնես որ ուշացել եմ։ Ուղղակի մտքերս խառն է, Լիլ։ Ինչ ա եղել։ Կասեմ, որովհետև շատ լուրջ է ամեն ինչ, գժվում եմ արդեն։ Այդքան լուրջ ա։ Հա, շատ լուրջ է, Լիլ։ Լիլ, հիմա ես քեզ բան եմ խնդրելու, որ դու հիշես։ Փորձի հիշես, լավ։ Հա, ինչ հիշեմ։ Լսի, դու Սոնայի հետ կարող ես խոսել ես Նարեի ամուսնությունից կամ հղիությունից։ Չէ, ոնց որ չէ, չեմ հիշում։ Ոնց որ չէ, թե հաստատ չէ։ Միքո, դե ոնց ասեմ, ես Սոնայի հետ որ դուրս եմ գալիս, ինքը իրանց տան խոսակցությունները նենց է ինձանից պահում, ոնց որ պետական գաղտնիք է։ Դու ինչի ես Արմոյի ամուսնությունը, Նարեի հղիությունը հիշել։ Որովհետև Լիլիթ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ երեխան Արմոյից չի։ Հայկից է։ Ինչ ես խոսում։ Հա, Լիլ։ Ու պետք է մենք ամեն ինչ անենք, որ իմանանք։ Դրա համար եմ ասում, հիշում ես տենց խոսակցություններ։ Լուրջ եմ ասում, ոնց որ բրազիլական սերիալում ապրենք մենք։ Լիլիթ, լուրջ բան եմ ասում, դու ինչ ես ասում։ Բա ես էլ եմ լուրջ ասում։ Ուղղակի անկեղծ շոկի մեջ եմ։ Լիլիթ, պետք է ճշտենք։ Պետք է իմանանք իրականությունը։ Գալիս ես գնում եմ դեղատուն, մեկ էլ խանութում նենց սիրուն շորիկներ եմ տեսել երեխու համար, գնամ շուտ առնեմ ու գամ։ Հա, հերետերն են ջարանից դուրս չի գալիս, երևի նեղացել է ինձանից։ Եթե հանկարծ վատանա, մի անգամից ինձ կզանգես, որ շուտ հետ գամ, լավ։ Հա, մամ ջան, կզանգեմ, տանը մարդ չկա։ Չէ, ոնց որ բոլորը գնացել են։ Ինչ որ մի բան կուզես։ Հա, երևի քաղցր ինչ-որ բան։ Քաղցր մաղցր։ Ես քեզ հասկացա։ Դե լավ, զգուշ կլինես, լավ։ Մամա լավ էլի, այդքան մի անհանգստացի։ Պապան հաստատ ինձ չի վնասելու։ Ոնց որ երեք։ Հերդ անկառավարելի է դարձել, իսկ քո այս վիճակում շատ վտանգավոր է։ Այդ ընդամենը պատահականություն էր։ Լավ, թող քո ասածով լինի։ Դե ես գնացի։ Ես տեղ կմնամ, որ եթե հանկարծ ինչ-որ բան լինի, լսեմ պապայի ձայնը։ Ապրես։ Խոսեք, մի բան ասեք։ Լալա ջան, տեսեք, հարցման արդյունքների պատասխանները այն չեն, ինչին մենք սպասում էինք։ Այսինքն Երեխայի խնամակալությունը վերականգնելու համար մեզ պետք էր ձեր ամբից կենսագրությունը, բայց փաստորեն հարցումները ոչ թե հոգու ձեզ էին, այլի վնաս։ Այսինքն ես հնարավորություն չունեմ հետ բերելու։ Ինքը ինձ հետ պիտի լինի, հասկանում եք։ Ինքը իմ կողքին պիտի լինի։ Ես ամեն ինչ անում եմ։ Ինչ եք անում, եթե այսքան ժամանակ ինքը ինձ մոտ չի։ Ես հասկանում եմ ձեր զգացմունքները, բայց կներեք ես ուղղակի։ Իհարկե, սրանով ամեն ինչ չի եզրափակվում։ Բայց հասկացեք, սա շատ կարևոր կետ էր այս գործընթացում։ Մենք կփորձենք նորից կրկնել գործընթացը եւ ավելի հետեւողական կլինենք, որպեսզի նման խնդիրներ առաջ չգան։ Մենք անպայման բողոքարկելու ենք ու նոր փուլ ենք սկսելու։
զանգ է։ Վերջը ասացը տարեցիր, հա? Ու քեզ թվում է դու սա մարսելու ես։ Քեզ թվում է կարող ես ինձ խորտակել, ինձնից ամեն ինչ խլելու ջրից չոր դուրս գալ։ Ես քեզ խոստանում եմ, որ դու սա չես մարսելու, լսում ես։ Դու սա չես մարսելու այն ցավը, որ ես իմ ազգում եմ քո պատճառով։ Դու սա չես մարսելու, ես քեզ երդվում եմ։ Մի մոռացի, որ իմ ու քո մեջ նույն արյունն է հոսում։ Քո հետ քո ձևով եմ լինելու, լսում ես։ Ինչ ես խոսում, Լալա։ Ալո։ Ինչ է խոսում, ինչ է զանգել, ինչ է զառանցում։ Գժվել են սա։ Բա Ուր է մերդ։ գնացել է դեղատուն, հետո պիտի խանութ մտներ, ինչ որ բան է պետք։ Ոչ։ Ես մի քիչ լավ չեմ զգում։ Գնամ պարկեմ։ Ես Անիկին խոստացել եմ, ավելի ճիշտ, երդվել եմ, որ քեզ չեմ սպանի, ոչ էլ կստիպեմ, որ դու դա անես։ Ուղղակի դու կգնաս այս տնից ու վերջ։ Լույսը կբացվի ու դու էլ ստեղ չես լինի։ Հարցեր չտաս, օգնություն չխնդրես։ Ես քեզ ջնջում եմ իմ կյանքից։ Դու չկաս։ Դու չես էլ եղել։ Բայց գնալուց առաջ նենց կանես, որ ոչ քեզ, ոչ էլ էդ անառակին, ոչ ոք չհիշի։
Լալա, ես ոչ ոքի առաջ ոչ մի պարտք չունեմ։ Ինչ արել եմ, լավ եմ արել, ճիշտ եմ արել։ Թող քեզ չթվա, ես նարեն եմ կամ վրամը, որ եկել ես ուզում ես ինձ էլ գցես ազդեցությանը տակ։ Ինձ համար լրիվ միևնույն է, ինչ կլինես, ինչպես կդասավորվի կյանքդ։ Հայկ, գիտեմ, որ չեր սպասի, որ նման իրավիճակում քեզ ձայնային կողարկեմ, բայց խնդրում եմ, որ մինչև վերջից լսես։ Հարցեր կառաջանան, չես հասկանա, բայց էլ չեմ դիմանում։ Դու պիտի իմանաս այն, ինչ քեզնից թաքցրել են։ Դու պիտի իմանաս, թե ով է խլել քո կյանքն ու քո իրավունքները։ Քեզնից խլել են քո կյանքը, քո իրավունքներն ու երջանկությունը, բայց այն մարդը, ով իրականում խլել է ամեն ինչ, հիմա ապրում է իր ամենաերջանիկ կյանքը, որովհետև միշտ մնացել է անպատիժ։ Արդեն հերիք է, վաղուց ժամանակն է, որ դու իմանաս, քաջիկը հորոց սպանության հետ ոչ մի կապ չունի։ Ես չգիտեմ ինչի է մեղքն իր վրա վերցրել, բայց հորոց սպանելու անգերեզմանա թողել ոչ թե քաջիկը, այլ սաքոն։ Հա Հայկ, հորդ Սաքոնա սպանել, բայց դրա մասին չեք իմացել։ Քո պապը ծնկել է իր որդուն սպանողի առաջ, իսկ Սաքոն լուռ ընդունել է Մարգար պապի ներողությունն այն դեպքում, երբ ինքն այդ մարդու կողքին կանգնելու իրավունք անգամ չի ունեցել։ Ես ինչ էր։ Լալա, ինչի զանգերից չես պատասխանում, Դու հասկանում ես ինձ ինչ ես ասում։ Հասկանում ես ինձ ինչ ես ասում ու կորում, ես այդ հարցնա, որ սենց բան պիտի ասես ու կորես։ Ես այն հարցնա, Լալա, որ պիտի բոլոր ասածներիդ համար պատասխան տաս, պիտի բացատրություններ տաս ինձ։ Մենք այս թեմայով խոսացել ենք իրար հետ, ու դու ինձ լրիվ ուրիշ բան ես ասել։ Հիմա լրիվ ուրիշ բան ես ասում, ու ես չեմ հասկանում քո ճիշտը ու սուտը։ Լալա, ես չեմ հասկանում դու ինձ երբես խաբում ու երբես ճիշտ ասում։ Նես որ արագացրու մի հատ հետս կապի դուրս արի հասկանամ։ Շուտ արա, Լալա։
Էս ինչ խաղեր ես խաղում, Լալա։ Դու հասկանում ես ինձ ինչքան լուրջ բան ես ասում։ Ես հասկանում եմ քեզ։ Ես պիտի վաղուց ասեի, ինչ կա, ես Հայաստան եկել էի, որ ամեն ինչ բացահայտեմ, բայց դու ինձ հարցրիր հորդ մասին ու ես հետ քայլ արեցի, ոչինչ չասացի։ Ու հետո որոշեցիր, որ ինձ պիտի ասես, հա? Հիմա ես որոշել, որ ինձ պիտի ասես։ Իսկ դու չես պատկերացնում, որ ես այս ամեն ինչը իմանալուց հետո պիտի գնամ Հայաստան, աղբորոտ էլ իր ընտանիքին էլ թաղեմ, Լալա։ Մենք այս թեմայով խոսացել ենք իրար հետ։ Ու դու ինձ լրիվ ուրիշ բան ես ասել։ Հիմա ինչի հանկարծ որոշեցիր, որ պիտի դնես ու պատմես։ Բայց դու արդյոք ճիշտ ես ինձ ասում, հա? Թե աղբերդ էլի ոտը տարորելա, որոշել ես, որ իմ միջոցով պիտի հարցերը լուծես։ Ճիշտ եմ։ Ես երբեք քեզ անիմաստ պատմության մեջ չէի գցի։ Իմ հարցերն ինքս կլուծեի։ Բայց հասկանում եմ, որ հիմա կասկածներ ունես, բայց այն ինչ ասում եմ ճիշտ է։ 10 տարի առաջ ես գյուղից գնացել եմ արդեն իմանալով, որ Սաքոնը սպանել Աշոտին։ Քաջիկն էլ է իմացել, ուղղակի լռել է։ Դրա համար քաջիկը հարբեցող դարձավ, իսկ Սաքոն թողեց ու գնաց գյուղից։ Քո հորը սպանել է Սաքոն։ Ուրիշ ոչ ոք մեղավոր չի։ Սաքոն։ Գազի հոտը։ Չեղարանիկ տա։ Bob. Bob. Չեղարանիկ տա։ Արագացրու անիկ տա։
Թոտա։ Նարե։ Նար։ Նարե։ Բալես։ Նարե։ Ես ինչ ա, ես ինչ գազի հոտան, նար է։ Արագացյո, շտապ օգնություն կանչի Նարեին տար դուրս։ Սակո։ 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 Սակո վեր կաց։ Վեր կաց ասում եմ։ Ինչ ես գորգորում է։ Նար ջան, նար արթնացի, նար է, նար է, նար է, նար է, նար է, լավ ես նու։ Դու կողմաս թե հանգիս պարկացես, եթե ես մի քանի րոպե ուժ գա, ես չգիտեմ ինչ կլիներ։ Ինչ հանիկ է, վատ երազես ծես է։ Ինչ վատ երազ, Սակո, գժվել ես։ Այդ գազի փակաները ինչի էին բացած մնացել։ Ինչ գազի, մեքենան գազով չի։ Ոյ, Սակո, ես կգժվեմ, Աստված իմ։ Դու Նարեն մենակ եք տանը, ոնց են այդ գազի փակաները բացվել, ինքնուրույն։ Ինչ գազ է տան։ Նորից եմ կրկնում, դու ու Նարեն մենակ եք տանը։ Նարեն անգիտակից հատակին պարկած էր, այդ գազի փակաները ով է բացել։ Շատ իմանամ անիկ։ Չէ, դու ուզում ես, որ ես խելագարվեմ, լուրջ եմ ասում։ Երեք Նարեն էիր բրդում, դրանից առաջ երեխուն էիր ուզում վնասել, հիմա էլ գազի փակաները բացել ես, որ ինչ, ուզում էիր բոլորը մեռնեն, եկես թե հանգիստ պարկել էիր, սուս մնա, եթե հանկարծ Նարեն կամ երեխուն մի բան լինի, ես չգիտեմ քո հետ ինչ կանեմ, չգիտեմ։ Ես գիշերվա երազ ինձ ինչ չէ խոսում։ Հա հայք, բարև տո ես։ Դու գիտեիր, չէ, Քերի։ Դու ամենից շատ լավ գիտեիր, բայց ինչ չես ասել, չէ։ Ինչի մասն ես խոսում։ Դες բաներ մի ասա, իբր ոչ մի բանից տեղյակ չես։ Դու այս աշխարհում չկա տենց բան, որ տեղյակ չլինես, Քերի։ Հայկո, կարաս նորմալ բացատրես ինչ է եղել։ Սակոնա հորս սպանել։ Ճիշտ է։ Խոսա, Քերի, խոսա։ Ով է քեզ տես բան ասել։ Այդ դու ինձ պիտի ասած լինեիր։ Դու ինձ պիտի ասած լինեիր, ոչ թե հիմա ինձնից հարցնեիր իմանալ թե ով է ինձ ասել։ Դու տեսել ես իմ վիճակը։ Քերի, դու տեսել ես իմ ապրումները, դու տեսել ես, որ ես գնում եմ դրա տուն ու ցեն չես հանել։ Դու
Տեսել ես, որ ես դրա տնից ոնց եմ գալիս, գնում եմ դրանից պատասխաններ եմ սպասում ու հետ եմ գալիս առանց պատասխան։ Էս ինչ եք անում իմ հետ։ Էս ինչ եք անում բոլորդ իմ հետ, Քերի։ Քո արածը իմ պապու ու տատու հիշատակի առաջ ճիշտ է, հա։ Ճիշտ է, Քերի, խոսա, ինչ ես իմացելու ձեն չես անել։ Խղճում էիր, հա։ Խղճում էիր ինձ մենակ չասես, հա, որովհետև այդ ամենավատ պատասխանը կլինի, որ ինձ տալիս ես։ Հայ կլինի մի հատ հանգստանաս։ Ինչ Հայկ ջան հանգստացի Քերի, ինչ ես խոսում։ Ես քեզ հորս պես եմ հարգել, հորս պես։ Իսկ դու ինձ հիմա մեջքիցս խփում ես, հասկանում ես։ Հանգստացի ու լսի։ Ամեն ինչ իր բացատրություն ունի։ Ինչ բացատրություն, ինչ պիտի ինձ բացատրես։ Այս աշխարհում բացատրություններ կան, որ ուղղակի փուճիկ են։ Փուճիկ, Քերի։ Դու ինձ ոչ մի բան չես կարող բացատրես։ Դու ինչ չես կարող բացատրես այն, որ դու իմացել ես, որ հորս սակոնա սպանել ու չես գնացել ինձնից առաջ ու դրան մորթել։ Ես չեմ ուզում հիմա քեզնից ոչ մի բացատրություն լսեմ։ Չեմ ուզում քեզնից ոչ մի բան լսեմ, որովհետև անիմաստ է։ Ես ինչ եք անում իմ հետ։ Լսի գլուխս նենց հացավում, նենց թունդ սև սուրճ կխմեի։ Դե արի միտեղ նստենք, համ էլ կսրճենք։ Լսի դու Նարեի հետ էլ դուրս չես գալիս։ Բայց ով ասեց, որ Նարեի հետ դուրս չեն գալիս։ Դե չգիտեմ, մի քանի ամիս արդեն մենակ ես դուրս գալիս։ Կարող է ինչ-որ խնդիր կա, կարող է վիճելեք։ Չէ, բայց ինչի պետքա վիճենք։ Ուղղակի Նարեն որ հղի է, տենց շատ չի կարողանում տնից դուրս ու ներս անի, բայց մենք իրար էլի դուրս են գալիս։ Հա։ Չգնանք սրճարան։ Իսկ Նարեն լավ է տանում հղիությունը։ Հա, ամեն ինչ կարգին է։ Չգիտեմ, իմ համար մի տեսակ տարօրինակ է։ Ինչ է Լիլ։ Դե համ ատում է Արմոյին, համ էլ ամուսնանալն ու հղիանալը մեկ եղավ։ Չգիտեմ, իրականում դա իմ գործը չի կարելի մտնել ուրիշի անձնականը, ուրիշի անկողինը, բայց համենայն դեպս չգիտեմ, իմ համար տարօրինակ է, որ ինքը Արմոյի հետ տենց շուտ ամուսնացան, թվում է թե ոնց որ այդ երեխեն Արմոյինը չի, ինքը մինչև ամուսնանալը արդեն հղի էր։ Լիլ, ես ինչ թեմա էր, որ բացեցիր։ Նարեն Հայկի երեխուն է սպասում։ Ինչ կասկածներս ճիշտ է, որովհետև շատ լարված ես, ու այդ ամեն ինչը թույլ է տալիս, որ ես մտածեմ, որ ես չեմ սխալվում։ Հա։ Երեխան Հայկինն է։ Պարզը։ Ես տենց էլ մտածում էի, որ մի բան կա, բայց արի գնանք միտեղ նստենք, ինձ մանրամասն պատմի։ Մարի ջան, այս գցի վրեդ չմարսես։ Հա, ոնց ես։ Շունչդ կարգավորվեց։ Ես Աբրամը կհասնի կգնանք հիվանդանոց։ Հա, ինչ ա եղել, մամա, ոնց ես Նարե։ Հանգստացի վրամ, ամեն ինչ կարգին է։ Փառք Աստծո, ես շուտ եկատում, Արմոնել Նարեին շուտ հանեց դուրս։ Ես չեմ հասկանում ոնց է ստացվել, որ այդ անտեր գազի փականները բաց են եղել։ Պապա։ Պապան ինչ։ Ինչ եք նայում, պապան ինչ։ Ես ինչի պիտի տենց բան անեի։